Սիրելիներ, ողջույն, բարի առավոտ, բարի երեկո, բարի կեսօր, ով որ ժամին որ ինձ դիտում է, որ ժամին որ միացել եք, բարի գալուստի մալիք, սիրով ձեզ այսօր շատ համեղ բաղադրատոմս եմ ներկայացնելու, ովքեր մակարոնի պաստայի սիրահար են, հետաքրքիր բաղադրատոմս, թեթև, ջեռոցում պատրաստվող, առանց քիչ յուղերի, կարելի ասել հրաշք բաղադրատոմս է, սպանախով և կատնաշորով ուտեստ ենք պատրաստելու սիրելիներ, ինչ է անհրաժեշտ լինելու, իմ մոտ կա 200 գրամ կատնաշոր, փափուկ կատնաշոր է, այսինքն հատիկավոր կատնաշորը չի, կրեմային կատնաշոր է և ունեմ արդեն սպանախը եփված վիճակում մոտավորապես 200 գրամ է, դե պատկերացրեք, աչքաչափով ենք պատրաստում, սպանախին ես միանգամից կավելացնեմ ռիկոտան, այսինքն կատնաշորը, կավելացնենք աղը, սա շատ պարտադիր է, մի լավ հիմա իրեն տրորում ենք, պետք է սպանախն ու կատնաշորը լավ լուծվեն իրար հետ, լավ խառնվեն ու ավելացնում ենք պարմեզան տեսակի պանիր, ովքեր որ չունեն պարմեզան տեսակի պանիր, փոխարինող օրինակ չոր աղի պանիր, քերիչով անցկացված 4 թեյի գթալ պանիր ենք ավելացնում, որովհետև անուշ բույր ունեն, դուք կարող եք օրինակ ավելացնել որևէ տեսակի, կարևորը լինի չոր, այսինքն հին պանիր, չորի նկատի ունեմ, հին հնեցված պանիր, քերիչով անցկացված, սա էլ էսպես, մի լավ հիմա խառնում ենք, այ տեսեք, այսպիսի տեսք պետք է ունենա, կողքի եմ դնում, սիրելիներ վերցնում եք մի հարմարաման, որտեղ որ հարմար է, որտեղ որ ուղարկելու եք ջեռոց, ձեռնոցները հագնում ենք, շատ կարևոր է, որովհետև մատերով չենք ընկնելու միջուկի մեջ, անհրաժեշտ է լինելու մակարոնի այնպիսի տեսակ, օրինակ ես խխունջ տեսակներով եմ միշտ պատրաստում, այս անգամ տանը չունեմ, այս տեսակով եմ պատրաստում, կարևոր է, որ հնարավորություն լինի լցոնելու, ինչ ենք անելու, նախ սկզբից մի փոքրիկ լոլիկի հյութ, խանութներում վաճառում են, շատ հանգիստ, ես լավ չաշխատեցի, մի հատ գթալ վերցնեմ, այսպես լոլիկի հյութը տարածում եմ, ովքեր որ ավելի չոր տեսակով են պատրաստելու, այսինքն ի նկատի ունեմ, ովքեր որ շատ փափուկ են սիրում մակարոնեղենը, ալդենտե վիճակով չեն սիրում, կարող եք նախապես գոնե 5 րոպե եփել, հետո լցոնել, բայց քանի որ մենք սիրում ենք ալդենտե վիճակը, արդեն ջեռոցում ինքը այս լոլիկի հյութի մեջ լավ եփվելու է, մեզ բավական է, ուրեմն լոլիկի հյութը մի փոքրիկ աղ ենք անում, որովհետև ինքը համեմված չի, դա է շատ կարևոր, ու մի փոքրիկ օրիգան ենք անելու, դուք կարող եք ցանկացած ձևով համեմել, օրինակ կարող եք ձեր սիրած կանաչեղենը ավելացնել, բայց ես խորհուրդ եմ տալիս օրիգանո տեսակի կանաչիով համեմել, ու այսպես հիմա ես մակարոնեղենը լցոնելու եմ որքան հնարավոր է ու շարել, այդքան էլ դժվար չի, այսպես լավ լցոնում ենք առատ, ու այսպես հիմա հերթով շարելու եմ, սիրելիներ չափսոզակ, շատ առատ լցրեք, որովհետև մակարոնը եփելուց ինքը թուլանալու է ու միջուկը այդքան էլ շատ չի երևալու, այնպես որ առատ լավ լցրեք, որքան որ հնարավոր է, իդեպ կարող եք սպանախի և կատնաշորի փոխարեն մսային որևէ միջուկ պատրաստեք, ուղղակի սա սեզոնային է, շատ հարմար գարնանային համեղ ուտեստ է, դրա համար այս անգամ որոշել եմ ոչ մսային, ավելի օգտակար, ավելի համեղ ուտեստ պատրաստել, վերջ, ես որքան հնարավոր է դասավորեցի, հիմա մնացած հյութը, որ մնացել է այսպես, նորից լցնում ենք, սիրելիներ, սա շատ կարևոր է, պետք է հյութը լցնենք պարտադիր, հետո պանիր ենք լցնելու, այսպես, հիմա առատ պանիր ենք լցնելու, մոցարելա պանիր է, այսինքն հալվող պանիր, դուք որը հնարավորություն ունեք, նա էլ կարող եք լցնել,
Սենց սիրուն առատ լցնում ենք, քանի որ մոցարելա պանիրը աղի պանիր չէ, ինքը առանց աղ է, մի փոքրիկ աղ ենք անելու նորից երեսից և օրեգանո։ Մի փոքրիկ օրեգանո ենք անում, սիրելիներ, ուղարկում ենք ջեռոց։ Հիմա ինչ ենք անելու ջեռոց ուղարկելու համար։ Կամ երեսը փայլատխտով փակում ենք, ուղարկում ենք ջեռոց 130-140 աստիճանի տակ, թողնում ենք 30 րոպե, որովհետև 30 րոպեում մակարոն։ Հիմա ինչ ենք անելու սիրելիներ, նշում էի, որ կամ փայլատխտով ծածկում եք, որպեսզի պանիրը շատ շուտ չհալվի ու չկարմրի, ցածր ջերմ աստիճանում 130-140 աստիճանում թողնում ենք 30 րոպե, որպեսզի մակարոնը լավ եփվի։ Քանի որ սպանախ արդեն եփված է, ոչ մի խնդիր չկա, այնտեղ մեծ մակարոններ պետք, որպեսզի լավ։ Ասում էի սիրելիներս, որ փայլատխտով փակեք, ինձ ընթացքում զանգեցին, չկարողացա շարունակել տեսանյութը, փայլատխտով փակում ենք 130-140 աստիճանում, թողնում ենք կես ժամ, որպեսզի մակարոնը լավ եփվի, հետո նոր արդեն բացում ենք, թողնում ենք, որպեսզի պանիրը մի փոքրիկ կարմրանա, որ կարմրում է շատ համեղ է լինում, կհանդիպենք, երբ պատրաստ լինի։ Սիրելիներ, հանում ենք փայլատխտը, անցել է 30 րոպե, ընտիր տեսք ունի, նորից ուղարկում եմ ջեռոց, ևս մի քանի րոպե, որպեսզի պանիրը կարմրի ու հետո կհանդիպենք։ Սիրելիներ, պատրաստ է։ Շատ տաք է, տեսեք ինչ գեղեցիկ տեսք ունի, հենց այսպես էլ պետք է լինի։ Հիմա կկտրենք ու կտեսնենք ինչպիսի տեսք ունի, ինչպիսի համ ունի։ Արդեն բույրը տարածվել է մեր խոհանոցով, հիմա կհամտեսենք։ Տեսեք որքան գեղեցիկ տեսք ունի, սիրելիներ, ուզում եմ դուք տեսնեք ինչ փափուկ է, լավ փափկել է, ընտիր տեսք, այսպես պանիրը սիրուն հալվել է, իսկ միջուկն էլ առկա ու գեղեցիկ, բարի ախորժակ բոլորին։ Հիմա կփորձենք, փափուկ, սիրուն, այս ինչ լավն է սիրելիներ, այ ես սիրում եմ նման տեսակով պաստաներ համտեսել, եթե պաստա, ուրեմն այս ձևով, եթե մակարոնեղեն եմ պատրաստում, պետք է համեղ սովոսով լինի, համեղ միջուկով լինի, հրաշք է ուղղակի պատրաստեք անպայման և սիրով վայելեք։ Տաք է, այս ինչ լավն է։